Սևանի համայնքապետարանի միջոցներով բարեկարգվել է Սևանի Սայաթ-Նովա փողոցը։ Ամբողջ երկայնքով տեղադրվել են 48 էլեկտրալամպերով 24 էլեկտրասյուներ եւ 8 նստարաններ, որոնց կավելացվի եւս 4-ը։ Նստարաններին կից շուտով կտեղադրվեն աղբարկղեր։ Գիշերային լուսավորության շինմոնտաժային աշխատանքներն ավարտված են եւ Սայաթ-Նովա Սարգիս Սևանեցի խաչմերուկից մինչեւ Սայաթ-Նովա 22, 24, 26 բազմաբնակարան շենքերը տանող երկկողմանի ճանապարհը դարձել է բարեկարգ պուրակ, որտեղ մարդիկ երեկոյան ժամերին զբոսնում են։ Մեզ համար այսօր իրոք ուրախ օր է։ Սայաթ-Նովա փողոցը, որը շուրջ 30 եւ ավելի տարի կար Սևանում, բայց այսօր լուսավորվեց ու բոլորիս խնդություն ու ուրախություն պատճառեց։ Այսօր մեր ազգաբնակչությունը սիրով արդեն զբոսնում է իր սիրելի Սայաթ-Նովա փողոցում գիշերվա ժամին եւ այս հրաշալի լուսավորության պայմաններում։ Ես շնորհավորում եմ բոլորիս, շնորհակալություն քաղաքապետարանին, նաեւ մյուս կազմակերպություններին, ովքեր որ ձեռնարկեցին, արեցին այս հրաշալի գործը։ Բոլորիս շնորհավորում եմ, թող միշտ ուրախ լույսեր վառվեն մեր սիրելի քաղաքում։ Սևանի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից ամեն օր մաքրվում եւ լվացվում են քաղաքի փողոցները։ Սևանի Պանթեոն տանող գրունտային ճանապարհը եւս անցյալ է։ Վերջին օրերի ընթացքում քաղաքապետ Ռուձիկ Ղուկասյանի հետևողական աշխատանքի շնորհիվ բարեկարգվել եւ երեսպատվել է Պանթեոն տանող այս ճանապարհը։ Այն այժմ ավտոմեքենաների եւ հետիոտների համար դարձել է անցանելի։ Այս օրերին բարեկարգվում են նաեւ Սևանի միկրոթաղամասերի բակային հատվածները, Չերյոմուշկա թաղամասի 2 գլխավոր փողոցները եւ Գագարին համայնքի գրեթե բոլոր փողոցները։ Պետական բյուջեի միջոցներով արդեն սկսվել եւ իրականացվում են Սևան-Երևան-Իջևան ավտոճանապարհի 7 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Կապալառու ընկերությունն է Խաչար սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Մինչև հիմա 57 կիլոմետրից մինչև 62 կիլոմետրը արդեն մաքրել ենք, տաշել ենք։ Ճանապարհի հագուստը 5 սանտիմետր հասնությամբ շերտը հեռացրել ենք։ Դրանից հետո պետք է փոշը զրկեք, մաքրեք, փոսային ռեմոնտը անելուց հետո ջակալեցում անենք, դրանից հետո ասֆալտը պատենք։ Աշխատանքները սկսվել են հուլիսի 8-ից, կավարտվեն մինչև օգոստոսի 20-ը։ Մարդկանց տեղաշարժը դեպի Սևանա լճի քաղաքային լողափ հեշտացնելու եւ անվտանգ դարձնելու նպատակով պետական բյուջեի միջոցներով սկսվել են նաեւ վերգետնյա անցումի կառուցման աշխատանքները։ Ծով գնալուց մենք շատ դժվար ենք այս ճանապարհը անցնում, տեսնում ենք ավտո գալիս է, չի գալիս, շատ դժվար է մեզ համար, դեպքեր են լինում, որ ինչ-որ մեկը ընկնում է ավտոյի տակ։ Շատ լավ է, որ անցում ենք առսում, դժվար դեմքեր չեն լինի եւ մենք ապահով կզգանք անցումը կատարելուց։ Ամեն անգամ ճանապարհը անցնելուց ավտոների հոսքը ավելի շատ է եւ չեն կարողանում հանգիստ անցնել, մեր կողքերը շատ ենք նայում, իսկ եթե գետնանցում սարքեն, այդպես ավելի կարճ կլինի եւ ավելի անվտանգ կլինի անցնելը։ Սևանի քաղաքային լողափում այս օրերին հանգստացողները շատ են։ Ասում են, որ այստեղ ավելի հարմար է ընտանեկան հանգիստն անցկացնելու համար։ Ես Սևանից ենք, այստեղ հանգստանում ենք, շատ լավ է, շատ ուրախ ենք ու ուրախ ենք, որ ասենց բաները դրած է անվճար, ժողովուրդը կարողանում է հանգստանա։ Մաքրությունը շատ լավ է, աշխատողները 5 րոպեն մի անգամ գալիս են, հավաքում են, ոչ մի զիբիլ բան չկա, մենք էլ աշխատում ենք մեր կողմից, չթափենք, չկեղտոտենք, որտեղ մեր տարածքն է, մեր ոտի տակն է։ Էլի մեր երեխեքին բերում ենք զբաղվում են, թորնիկների հետ։ Ոչ մի անշնոր բան չենք տեսնում, բուժկետը կողքը, փրկարաները կողքը, ապահով է էլի, այստեղ լավ է տևը, նորմալ է։ Եթե մենք չկեղտոտացնենք, այստեղ կեղտոտ չլինի, ժողովուրդից էլ մեզ շատ բան կախված։ Առաջերտին մեզանից է կախված։ Սևանում շարունակվում է համայնքապահպան ծրագրերի իրականացումը։ Այդ ծրագրերը շատ են եւ առնչվում են մի շարք ոլորտների՝ կրթամշակութային, առողջապահական հաստատությունների հիմնանորոգում, ճանապարհների բարեկարգում եւ ասֆալտապատում, որոնք ֆինանսավորվում են ինչպես տեղական, այնպես էլ պետական բյուջեից։ Արփինե Մինասյան, Արգամ Պողոսյան, Գեղամաոր։